Ողջույն, ես Դանին եմ, շրջանային կենտրոնի սպասարկման համակարգողն այստեղ, Սանիթաունում, Կալիֆոռնիա։ Այսօր ցանկանում եմ քննարկել HCBS-ի հիմնարար կանոնակարգի երկրորդ դրույթը՝ միջավայրի ընտրություն։ Ըստ այդ դրույթի այն մարդիկ, ում մենք օգնում ենք, իրավունք ունեն ընտրել, որտեղ են ուզում ապրել եւ ինչպիսին պետք է լինի իրենց կեցավայրը։ Նրանք կարող են որոշել ապրել հաշմանդամություն ունեցող, հաշմանդամություն չունեցող մարդկանց հետ կամ մենակ։ Դա իրենց ընտրությունն է։ Եկեք հիշենք այն օրերը, երբ Լորենցոն դեռ չէր տեղափոխվել Sunny Oaks, եւ տեսնենք, թե ինչպես մի business woman, բեյսբոլի մի երկրպագու եւ միջտիեզերական մի հերոս օգնեցին Նովային դիմավորել նոր բնակչին։ Ես խնդրեցի ձեզ գալ այս տնային ժողովին, որպեսզի լավ նորություն հայտնեմ։ Մենք շուն ենք պահելու։ Չէ, ավելի լավ բան։ Կատու։ Ոչ։ Տան նոր բնակիչ։ Այո։ Ինչպես իմացար։ Նա հենց հիմա այս կողմ է գլորվում։ Հենց նա է, նրա անունը Լորենցո է։ Կարծես թե նա շատ է չարչարվել հարմար կեցավայր գտնելու համար։ Չգիտեմ, սիրելիս, վստահ ես, որ ուզում ես մենակ ապրել։ Ես միայնակ գայլ եմ սիրելիս։ Օ, այստեղ ակուստիկան ուղղակի ցնցող է։ Ահա։ Ո ոչ, հեռախոսս մեքենայի մեջ է, ես մայրիկիդ նկարներ եմ խոստացել։ Ընդարձակ է, ընդարձակ, մռայլ, միայնակ։ Նաոմի! Դե միայնակ գայլ, դու 35 վայրկյան դիմացար ավելի երկար, քան սպասում էի։ Հա, շատ ծիծաղելի է։ Լավ, մենակ ապրելը ինձ համար չէ։ Հաջորդը տուն է։ Լի երաժիշտներով։ Հրաշալի է, ծանոթանանք քո նոր բենդին։ Հեյ, տղերք։ Հեյ, միշտ ապիր, դու երաժիշտ ես, ցույց տուր նրանց։ Այո, գուցե չափից դուրս էր։ Դե, եկեք նեղենք Sunny Oaks-յան բարևները։ Ես շեմքից ձեռքով կանեմ։ Ես կվերցնեմ իմ պրոյեկտորը։ Առաջին կոնտակտը ես կստեղծեմ։ Վենուս։ Ոչ, ես Վենուսի երկվորյակ քույրն եմ։ Նովան։ Դու երկվորյակներից չարն ես։ Գուցե։ Սա Մայան է, Սթիվենը եւ Դեքսթերը։ Բարի գալուս տուն, եղբայր։ Կարծում եմ նախ պետք է նրան ցույց տաք տունը, այդպես չէ։ Դա ընդունելի է։ Ես հույս ունեմ, որ հավանում եք Sunny Oaks-ը։ Ի տարբերություն այլ տեղերի, այս մեկն ավելի է համապատասխանում են ոչին։ Մենք լավագույն ընկերներ ենք դառնալու։ Արի ցույց տամ իմ սենյակը։ Օ, սպորտային է։ Պրոֆեսիոնալ։ Օ, շատ լավ։ Եվ այսպես, սա կլինի քո սենյակը։ Ինչպես տեսնում ես, նվազագույն պայմանները կան։ Կարող ենք նաև օգնել զարդարել այն ինչպես ցանկանաս։ Ինչ կասես, սիրելիս։ Կարող ենք այսպես անել։ Օ, այո, կարող ենք։ Դե սիրելիս, ինչ կասես։ Ցնցող է։ Գրեթե այնքան, որքան դու։ Գրեթե։ Լորենցոն որոշեց բնակվել այդտեղ եւ Նովան ողջունեց Sunny Oaks-ի նոր բնակչին։ Բոլորն ունեն իրավունք ընտրել, որտեղ ապրել եւ թե ինչպիսին պետք է լինի իրենց կեցավայրը։ Հիշեք, մեծ ազդեցիկ փոփոխությունը կարող է սկսվել փոքր զրույցից, որպես ծառայություն մատուցող լինել անձնակենտրոն նշանակում է լսել այն մարդկանց, ում օգնում ես եւ գործել համաձայն լսածիդ։